Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիք եթերում զրուցելու եմ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Արի երեկո։ Պարոն Ղուկասյան, Հայաստանում էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ եւ հայտնեց Հայաստանի տնտեսությանն աջակցող մի քանի ծրագրերի մասին, որը հնարավորություն կտա ըստ այդ ծրագրերը Հայաստանից ապրանվող ապրանքների շուրջ 80%-ն առանց մաքսատուրքերի հասցնել եվրոպական շուկաներ, սա ինչպես եք մեկնաբանում։ Դա դրական քայլ է Եվրոմիության կողմից, պարզ է, որն է շարժառիթը այդ ինչ է թիկունքում կանգնած, բայց Հայաստանի տնտեսության համար դա բարի լուր է։ Ձեռներեցները կարան ստանան նոր հնարավորություններ եւ իմ կարծիքով մենք հիմա նո ենթադրել, որ բիզնեսը կարձագանքի ինքնուրույն առանց պետության ուղղորդման դժվար է, պետությունը եւս պիտի այդ հնարավորությունը իրականացնելու համար ինչ որ ջանքեր գործադրի, որպեսզի բիզնեսը լիարժեք սկսի իր ծրագրերը ուղղել դեպի եվրոպական շուկաներ։ Ինչ է այս աջակցության ենթատեքստում, որ դուք ասեցիք այլ բան է։ Եվրոմիության եւ Ռուսաստանի Դաշնության հակամարտությունը։ Եվրոմիությունը մեծ, այսպես ասած, քայլ է անում Հայաստանի հանդեպ, ըստ էության, եթե մենք հիշենք ասոցիացման պայմանագիրը 13 թվականի, Տրամաբանությունը ասոցիացման պայմանագրի այն էր, որ Հայաստանը պարտավորվում էր անել բարեփոխումներ իր օրենսդրական դաշտում ներդնել եվրոպական ստանդարտներ, եվրոպական ընդունված ընդհանուր կանոններ, Եվրոմիությունը Հայաստանի հետ դրա դիմաց կնքում էր ազատ առևտրի պայմանագիր, այսինքն այդպես էր տրամաբանությունը ասոցիացման պայմանագրի։ Հետո հիշում եք այդ սեպտեմբերի 3-ը, դրանից հետո ծնվեց ՍԵՊԱ-ն որպես ինչ որ շատ այսպես կրճատ մի մոդել Եվրոմիություն Հայաստան հարաբերությունների, այդ մոդելի մեջ Հայաստանը մեծ մասամբ իր պարտավորությունները բարեփոխումներ անել օրենսդրական դաշտում պահպանում էր, բայց դիմացը գրեթե ոչ մի բան չէր ստանում։ ՍԵՊԱ-ի տրամաբանությունը միայն ֆինանսական օժանդակություն էր ենթադրում պետությանը բարեփոխումներ իրականացնելու համար։ Հիմա կարելի է ասել, որ 2026 թվականին այս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ կա առճակատում Եվրոմիություն Ռուսաստան, Եվրոմիությունը ընձեռնում է Հայաստանին հնարավորություն ՍԵՊԱ պայմանագիրը բարձրացնել ըստ էության ասոցիացման պայմանագրի կարգավիճակի։ Երբ որ ասում է եկել եմ ասեմ, որ կարող եք Եվրամիության վրա հույս դնել, դա նշանակում է, որ սա երկարատև համագործակցություն է։ Հա, իհարկե։ Նման հայտարարությունները նպատակ ունեն այդ մեսեջը, այդ ուղերձը հասցնել բոլորին, ոչ միայն իշխող ուժի ներկայացուցիչներին է դա վերաբերվում, կառավարությանը, այլ ամբողջ հանրությանը։ Եվ իհարկե միջազգային տիրույթում դա եւս առանց անուշադրության չի մատնվի շատ պատճառներ։ Հայաստանը իսկապես հիմա ստանում է ինչ որ մի հատ բոնուս եւ այլ պետությունները Վրաստանը, Մոլդովան կարող են այդտեղ տեսնել նույնիսկ իրենց համար մի վիճակ, որ Հայաստանը ավելի արտոնյալ
Հայաստանի նկատմամբ ավելի արտոնյալ մոտեցում է Եվրոմիության մոտ, քան իրենց նկատմամբ։ Թեպետ եվրոինտեգրման գործընթացում եւ Մոլդովան եւ Վրաստանը Հայաստանից շատ ավելի առաջ են։ Ըստ էության տեխնացուի չէ կարգավիճակ ունեն։ Հայաստանը դեռ այդպիսի կարգավիճակ չունի։ Բայց ստանում է այսպիսի հնարավորություն։ Սա ռուսական ազդեցության նվազմանը նպաստում է եւ ինչքանով։ Դա այն դեպքում կնպաստի, եթե Հայաստանը խստորեն հետևի ընդհանուր եվրոպական քաղաքականությանը Ռուսաստանի նկատմամբ։ Եվրոմիությունը ունի առևտրային ոլորտում պատժամիջոցներ սահմանված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Եվ իհարկե այս առևտրային հնարավորությունները Հայաստանի համար իրենք պետք է գործիք չդառնան Ռուսաստանի Դաշնության համար Հայաստանի միջոցով ինչ որ առավելություններ ձեռք բերել եվրոպական շուկաները։ Ես կարծում եմ, որ այս հարցում եվրոպացիները հետևողական են լինելու։ Եվ հաշվի առնելով, որ եվրոպացի պաշտոնյան սուր քննադատ է Ռուսաստանի իշխանություններին, նշելով, որ տնտեսական բռնություն են կիրառում Հայաստանի նկատմամբ, ճնշումներ, սահմանափակումներ են դնում Հայաստանի դիմաց, սա Մոսկվայի կողմից ինչ արձագանք է ունենալու։ Մոսկվան արդեն իր խաղաքարտերը դրել է սեղանին, Մոսկվան շանտաժ է անում Եվրոմիությանը, շանտաժ է անում այլ պետություններին, այդ թվում եւ Հայաստանին նկատմամբ առևտրային սահմանափակումներ մտցնելով։ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը բոլորս գիտենք, լսել ենք, իրենք պահանջում են, որ Հայաստանը կոնորոշվի, դրա հիմքում կոնորոշվելու տակ ինչ են իրենք հասկանում, որ ըստ էության դուրս գա Եվրասիական միությունից։ Եվ այո, այդ խնդիրը հիմա ակտուալ է, Ռուսաստանը տանելու է այդ գիծը մինչև վերջ, մինչև որ Հայաստանին զրկի Եվրասիական միության անդամության հնարավորություններից։ Բայց դա ինչ է տալիս իրեն։ Ռուսաստանի մոտեցումը հետևյալն է, եթե Եվրոպական միությունը թույլ չի տալիս Հայաստանը օգտագործել որպես տրանզիտ պետություն Ռուսաստանի համար, փող տրանզիտի ֆինանսական, ապրանքային եւ այլն, դուք չգիտեմ նայում եք ցուցանիշներին, թե չէ, հետքը վերջերս հրապարակեց 2 միլիարդ 200 միլիոն դոլար տարեկան Հայաստանը ներմուծել է Ռուսաստանից ոսկի։ Ինչի համար է ներմուծել։ Ակնհայտ է, որ դա տրանզիտ է Ռուսաստանից արտաքին աշխարհ, Ռուսաստանը այդպիսով փորձում է շրջանցել պատժամիջոցները, ձեռք բերել ֆինանսական լրացուցիչ միջոցներ, արտարժույթ, որը որ հիմա շատ կարևոր է Ռուսաստանին հաշվի առնելով իր արտաքին առևտրի վիճակը։ Իհարկե, երբ որ եվրոպացիները սահմանափակումներ են սկսում դնել Հայաստանի առջև, պարտավորեցնում են դադարեցնել Հայաստանի տարածքով կրկնակի նշանակության ապրանքների տրանզիտը Ռուսաստան։ Այսինքն այն տեսակ ապրանքների, որոնք որ ռազմական նշանակություն կարող են կիրառվել ռազմատեխնիկական ոլորտում։ Ռուսաստանը այստեղ արձագանքում է եւ ասում է, դե ըստ էության դա նշանակում է, որ Հայաստանը միանում է պատժամիջոցներին, իսկ եթե միանում է պատժամիջոցներին, ահա եւ եկեք մենք էլ այդ դեպքում Հայաստանը զրկենք ռուսական շուկաներում ազատությունից, սա շանտաժ է։ Եվրոպացիները դա պես են որակավորում, կարծիքով ճիշտ են որակավորում։ Որովհետև Հայաստանի տրանզիտային այս մութ գործարքները, որի մեջ մխրճված է մեր կառավարությունը,
դա Հայաստանին պատիվ չի բերում, երկրին օգուտ մեծ հաշվով չի բերում, այդ թղթի վրա նկարած հնայի աճը եւ այլն, դա իրական տնտեսական արդյունք չէ, դա մեծ մի հատ բլեֆ է։ Եվ այն, որ եվրոպացիները պահանջում են Հայաստանից այդ ամբողջը դադարեցնել, դա ողջամիտ պահանջ է։ Ռուսաստանի արձագանքը այստեղ պարզ է, որ եթե Ռուսաստանն էլ է միանում այդ ճամբարին պատժամիջոցների, հա, այդ սահմանափակումների Ռուսաստանի դեմ, ապա եւ ինքը հանդիպակաց իր քայլերն է անում, այստեղ ամեն ինչ տրամաբանական։ Եվը ավարտվեց, կամն է սկսվում, այսպես ամփոփ։ Եվ Հայաստանը կկարողանա այս կամի ճանապարհին անվնաս մնալ, թե տնտեսական անվտանգության առումով, թե այլ անվտանգային խնդիրների առումով, թե նոր խնդիրներ կառաջանան։ Եթե չձևավորվի նոր կառավարություն, Նոր անձանցով, թե այս իշխանության նոր անձանցով կառավարություն։ Իհարկե, այն կառավարությունը, որը որ վերջի տարիներ Հայաստանում եղել է, ինքը կամի դեպքում աշխատել ի վիճակի չէ։ Եթե մենք այսպես կառավարության բարձրագույն թոփ, հա, բուրգին նայենք, Նիկոլ Փաշինյան գլխավորում է կառավարությունը, իր մի փող վարչապետը Մհեր Գրիգորյանն է, մյուսը Տիգրան Խաչատրյանն է, հա, եթե չեմ սխալվում։ Նման կազմով կամ պայմաններում գործել կառավարությունը չի կարողանում։ Եթե չլինեն լուրջ կադրային փոփոխություններ, եթե կառավարություն չգան ազատամիտ մարդիկ, որոնք որ կաշկանդված չեն այս տեսակ կարծրատիպերով, որ բա ոնց, բա ինչ, բա առանց Ռուսաստանի եւ այլն։ Իհարկե, այս ամեն ինչը շատ վատ կվերջանա այդ դեպքում Հայաստանի համար։ Այսինքն, եթե նույն կազմը մնաց, որը որ մենք տեսել ենք, այս պայմաններում այդ կազմը չկարողանա աշխատել։ Նախորդ մեր կառավարությունը ձևավորված էր դասական եւ տրամաբանության շրջանակ։ Հիմա այդ տրամաբանությունը այլևս չի գործում։ Պարոն Ղուկասյան, իսկ հնարավոր է, որ Ռուսաստանը հետևություններ անի այս Եվրոպայի առաջարկած արտոնյալ մաքսային պայմաններից եւ թույլատնի ճնշումները տարածաշրջանում Հայաստանին ընդհանրապես չկորցնելու համար։ Կարծում եմ, որ Ռուսաստանը երբ որ գնում էր այնպիսի աշխարհաքաղաքական լուրջ ծրագրի, ինչպիսին, հա, այդ Արցախի ոչնչացումը, ինքը արդեն ուներ իր համար որոշում, որ եթե այրին տեղահանում են Արցախի տարածքը տալիս են Ադրբեջանին, որպես հետևանք Հայաստանն էլ կարող են կորցնել։ Կարող են ստանալ առավելություն Ադրբեջանում, բայց կորցնել Հայաստանը որպես բարեկամ, որպես սատելիտ, դաշնակից պետություն։ Դա կարծիքով Ռուսաստանի համար այն գլխից որոշում էր, իրենք հաստատ գնահատել են Հայաստանից եկող օգուտները, Ադրբեջանից եկող օգուտները դրել են իրար կողք եւ եկել են այդ որոշման։ Փաշինյանը Ռուսաստանի համար գործընկեր է, կարևոր գործընկեր է, իր ձեռքերով Արցախի ոչնչացումը կատարվեց, ինքը հպարտորեն դրա մասին ասում է, համարում է, որ դա մեծ ձեռքբերում է Հայաստանի համար, այդպես են մեզ ներկայացնում, չէ, որ դա իր գիտակից որոշումն էր զոհաբերել մեր հայրենակիցներին, զոհաբերություն անել, որ հանուն Հայաստանի, պես է ինքը ձևակերպում, ես հիմա ցտում եմ իրեն։ Այսինքն, այս պայմաններում Փաշինյանը որպես անձ, որպես քաղաքական պերսոն, ունի խնդիր, որովհետև իր կախվածությունը Ռուսաստանից, անձնական կախվածությունը բավականին մեծ է,
անցկացնել եվրոպական քաղաքականություն ինքը ըստ էության ի վիճակի չի, կամ կամի պայմաններով գործել ի վիճակի չի, իր քաղաքական կարողությունները, ես այդպես եմ գնահատում, որ թույլ չեն տալիս իրեն այդպիսի ազատություն ունենալ, եւ դա շատ մեծ ռիսկեր է պարունակում իր մեջ այս իրավիճակը, երբ որ այսպիսի վարչապետ, այսպիսի կառավարություն եւ այսպիսի իրավիճակ։ Իրավիճակը նոր է, փոխվել է, Հայաստանի համար անսովոր է։ Ես նկատում եմ, որ մարդկանց երբ որ այդ հստակությունը առաջ է ստանում, որ եկել է կամ-կամի ժամանակը, տեսակ վատ են զգում, ոչ մեկին դա դուր չի գալիս, եւ ավելի կոմֆորտ զոնա էր շատերի համար Հայաստանում, որպես արտաքին քաղաքականության, այսպես բանաձե, ավելի կոմֆորտ, քան կամ-կամը, բայց հիմա կամ-կամի ժամանակն է, եւ այդ ժամանակը ենթադրում է ինչպես օգտագործել բոլոր այն ռեսուրսները, ակտիվները, որոնք որ Հայաստանը կարող է ձեռք բերել, արդեն չնայելով Ռուսաստանից եկող այդ կախվածություններին եւ այլն, եւ պարզապես առաջնորդնելով բացարձակապես Հայաստանի շահերը։ Ներկա կառավարությունը այդպիսի ազատություն չունի, եւ այստեղ նաեւ Եվրոմիության ռիսկն է, որ իրենք խաղադրույքը դրել են մի այնպիսի քաղաքական թիմի վրա, որը որ այն ծրագիրը, որը որ Եվրոմիությունը կարող է ակնկալել Հայաստանից, իրականացնել չի կարող։ Ես կարծում եմ, որ Եվրոմիության քաղաքական գործիչները եւս դա հասկանում են եւ մեծ սպասումներ Հայաստանից չունեն։ Եվ ավելի շատ սա մենք պետք է դիտարկենք այդ հակամարտության տրամաբանության մեջ, որ իրենք ճնշում են Հայաստանը, պահանջներ են որոշակի դնում, ինչպես ասեցի, այդ դեպի Ռուսաստան ապրանքների ռազմական նշանակության տեխնոլոգիաների եւ ապրանքների սահմանափակելը, Հայաստանը հայտնվում է այսպես նոր իրավիճակում իր համար եւ այստեղ ինձ գլխավոր խնդիրը դա է, ովքեր են այն մարդիկ, ովքեր որ այս պայմաններում մեր պետությունը կարող են տանել առաջ։ Դա Մհեր Գրիգորյանը չի, դա Տիգրան Խաչատրյանը չի, դա Նիկոլ Փաշինյանը չի հաստատ։ Դե հիմա իրանք են այստեղ հակասություն ունենք, փաստորեն, որ նրանք ովքեր որ նրանք են իրենք այդ ծրագրի համար անպիտան մարդիկ են, իսկ այդ ծրագիրը Հայաստանի համար կամ լուրջ հնարավորությունների դաշտ է բացում, կամ էլ եթե Հայաստանը դրանից չօգտվի, այդ հնարավորություններից չօգտվի, պարզապես մենք օր-օրի փորացվող ճգնաժամ ենք տեսնել։ Պարոն Ղուկասյան, իսկ եվրոպացի պաշտոնյայի գալը Հայաստան, Ադրբեջան նաև ինչ որ ուղերձ ուներ, թե չէ, օրինակ կարելի էր, չգիտեմ, Հայաստանից գնալ, այս պայմանավորվածությունները ձեռք բերել, թե սովորական արարողակարգային այց էր, ստեղ դուք տեսնում եք ինչ որ նշանակություն, թե ոչ։ Այո, իհարկե։ Փաստն այն է, որ Ալիևը ավելի կարևոր է, քան Փաշինյանը։ Փաշինյանը Եվրոմիության այսպես գործընկերը չի։ Եթե դա այդպես լիներ, իհարկե սկզբից Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայացել կամ ով ուզում է լինի, էլի իր տեղը Հայաստան, որովհետև նման տարածաշրջանային այցերի ժամանակ սկզբից հանդիպում են նրա հետ, ով որ քո գործընկերն է, հետո մնացած բոլորը։ Այն որ դասավորությունը ոնց կամ բայց տենց լինի կներեք, Վենսն էլ եկավ Հայաստան, հետո գնաց Ադրբեջան։ Դա ընդգծում է, որ Վենսը դիտարկում է, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանի իշխանությունները իրենց համար որպես ավելի կարևոր գործընկերներ, քան Ադրբեջանի կառավարությունը։
Ես ընդհանրապես այցը նկատի ունեի ֆոն դեր Լայնի, որ օրինակ Հայաստանից չմեկնեցին Բրյուսել այս պայմանավորվածությունները ձեռք բերելու համար, այլ եվրոպացի պաշտոնյան եկավ։ Սա ինչ որ ուղերձ էր ռուսական կողմին, թե զուտ արարողակարգային այց էր։ Արեք, եթե Նիկոլ Փաշինյանը լիներ Եվրոմիության բարեկամ գործիչ, Ահա, իր կարգավիճակը, հա, այդպեսին լիներ ինքը կշիռ ունենար։ Ենթադրենք Զելենսկու պես չեմ ասում, բայց մոտ ինչ որ, հա։ Իհարկե սկզբից եվրոպական պատվիրակությունը տարածաշրջան գալուց ցանկացած պատվիրակություն, ցանկացած այդ ժամանակ մտնելու էր Հայաստան։ Մտնելու էր այնտեղ, որտեղ որ կարևոր գործընկերն է։ Դա ահա։ դիվանագիտական պրակտիկան է, դա միջպետական էթիկան է եւ այլն եւ այլն։ Այսօր մենք ես հենց դրա մասին եմ ասում, որ եվրոպական առաջարկները արվում են ելնելով իրավիճակից Ռուսաստանի դեմ, հա, որպես ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ արձագանք ի պատասխան Ռուսաստանի քայլերի։ Դրանով Եվրոպան Ռուսաստանին, եթե ուզում ենք հասկանալ ինչ է ասում է, որ ինքը պատրաստ է խաղադրույքները բարձրացնել։ Ռուսաստանը Հայաստանի սահմանափակումներ ստեղծելով ինչ շանտաժ է անում։ Եթե դուք թույլ չտաք Հայաստանի տարածքով ռազմական նշանակության ապրանքներ ձեռք բերել եւ տեղափոխել Ռուսաստան, ապա մենք ճգնաժամ կստեղծենք Հայաստանը։ 3 միլիոն մարդ կունենան խնդիր։ Այդպես են իրենք փորձում եվրոպացիների վրա ազդել։ Եվրոպացիներն էլ ասում են, օքեյ, մենք պատրաստ ենք Հայաստանի համար արտոնություններ տրամադրել, աննախադեպ արտոնություններ, որոնք որ ոչ այս կառավարության առումով, ոչ այսօր Հայաստանի կարգավիճակի առումով հաստատ Հայաստանին չեն Հայաստան արժանի չի դրան, էլի։ Բայց ելնելով իրավիճակից իրենք այսպիսի քայլեր անում են ի հակառակ Ռուսաստանի հաղադրույքները բարձրացնում են եւ դրանով ծանրացնում են Փաշինյանի դրությունը, որովհետեւ դրանից իրեն մեծ հաշվով օգուտ չկա, ավելի բարդ է ինչպես այսպես մանևրել, ինչպես ռուսական շահերը առաջ տանել։ Ես ունեմ համոզմունք, որ Փաշինյանի համար կարևոր է Ռուսաստանի Դաշնության շահերը, ինքը դրա մասին անձամբ ասում է ամենտեղ, չէ, որ Չէ, Հայաստանը բայց այսօր մի այսպեսի միտք ասեց Ռուսաստանի, ասում եմ, մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում եւ բնականաբար մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահեր չենք կառավարում, բայց մյուս կողմից որևէ այլ գործընկերոջ շահեր չեն կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի Հանրապետության շահերը եւ սա կարծում եմ տրամաբանական է ցանկացած երկրի համար։ այդ դեպքում հանրակրվե։ Ինչի՞ Եթե համար։ հարգում են Ռուսաստանի Դաշնության շահերը, ուրեմն պետք է Դե ասում է մենք հարգում եմ, բայց ոչ այնքան, որքան իմ այդ պետք է։ դեպքում այդ խոսքերը կես կոպեկ չարժեն։ Դա պրոստը ասվում է ասվելու համար, չէ՞։ Այսինքն դա ինչ որ sense փորձ է ցույց տալ, որ ինչ որ շահեր կան Հայաստանի, որ Փաշինյանը դա պաշտպանում է։ Հենց դրանում է այս հակասությունների պատճառով է Փաշինյանի մոտ բարդ խնդիր, այս ամեն ինչը ժողովրդին ոնց բացատրել։ Միշուշ Եթե նորից եմ ասում, պարզ նայենք իրավիճակին, կամա դրված եւը չկա։ Դե հիմա արի ու ժողովրդին բացատրի։ Ու սկսվում է այդ բաները, մեր շահերը, մենք դասում ենք ռուսական շահերը, բայց մենք Ռուսաստանը շատ ենք հարգում, մենք երբեք ոչ մի բան Ռուսաստանի դեմ չենք անի եւ այլն։ Չէ, լսել ենք այդ բոլոր բաները։ Այդ դեպքում հանրակրվե։ Ինչն է խանգարում Հայաստանում սեպտեմբերին անցկացնել Եվրոմիության անդամության հարցով հանրակրվե։ Ինչ որ բան խանգարում է։ Եվ նա չէ խանգարում, եւ մտածելակերպը, եւ գաղափարախոսությունը, եւ այսպես այդ արդեն արյան մեջ մտած ապրելու ձևը։ Սա է խնդիրը։ լավ, եթե հիմա Եվրոպացիները շանտաժի չեն ենթարկվում, իրենց էշը առաջ են բրթում, օրորի Փաշինյանի մոտ ավելի բարդ
կյանքը բարթանում է, էլի։ Հрьяաները այնտեղ ցեղասպանությունը ճանաչին, այստեղ մենք սա որ բացատրում ենք, որ պետք է շղթել ցեղասպանությունը, ցեղասպանություն չի եղել, հայրն են մեղավոր, որ իրենց կոտորել են։ Մոտավորապես այդ մտքերն է, չէ՞, Փաշինյանը արտահայտում։ Արցախը տեղահանել են, լավ են արել, Օսմանյան կայսրությունում հայերը ապստամբում էին, դրա համար իրենց կոտորել են, լավ են արել եւ այլն, էլի։ Այսպիսի կարգախոսներով մարդիկ փորձում են առուսել արտաքին քաղաքականություն ու բոմբ գլխին տալիս են ինչ որ մի հատ Իսրայելը ճանաչում է ցեղասպանություն։ Լավ կլներ որ բոլորը մոռանային ցեղասպանության մասին, չէ՞, դες բաները չգար Հայաստան։ Իսկ եթե Իսրայելը վաղը ճանաչի Արցախի անկախությունը, էլի, մեր կառավարությունը դեպքում ինչ պետք է անի։ Նիկոլ Փաշինյանն էլի օրինակ։ Պատերազմ հայտարարի, չէ՞, բանին Իսրայելը։ Լավ, պարոն Ղուկասյան, եթե օրինակ Հայաստանը էներգետիկ խնդիրներ է ունենում, օրինակ Ռուսաստանը գազը թանկացնում է կամ ընդհանրապես դադարեցնում է Եթե Հայաստանի փոխվարչապետները թոփը Մղեր Գրիգորյանն են, Տիգրան Խաչատրյանն են, Նիկոլ Փաշինյանն է իրենց գլխավորում եւ մնացած այդ ամեն ինչը անպայման Հայաստանը կունենա գազի խնդիր, ջրի խնդիր, կանալիզացիայի խնդիր, լավ, ամեն ինչի խնդիր։ Եվրոպան ինչ է Իսկ կապում։ Եվրոպան Գազ բան չունեցող հələ մի Եվրոպան։ հատ նարեք դնենք կողք։ Հայաստանը մինչև 2000 թիվ ումից էր գազ առնում։ Ումից էր Հայաստանը առնում գազ 91 թվականից անկախությունը ձեռք բերելուց մինչև 2001 թվական։ 10 տարի։ Թուրքմենիայից։ Բայց ո՞նց էր։ Հա? Այսինքն այդ արեստացին թեմաներ են գազ, մաս, պլան, ֆստան եւ այլն։ Եթե չկա կամք ինքնուրույն ազատ ապրելու, ազատ երկիր կառուցելու եվրոպական պետությունների, եվրոպական ժողովուրդների ընտանիքում ընդգրկվելու, սեփական երկրի ազատությունը, տնտեսական ազատությունը, քաղաքական ազատությունը, բարոյական, հա, այդ արժեքները առաջ տանելու, այդ դեպքում իհարկե ամեն ինչ խնդիր է, գազն էլ է խնդիր, ջուրն էլ է խնդիր, կանալիզացիան էլ է խնդիր, ինչպես ասացի։ Բայց մարդիկ, ովքեր որ կաշկանդված են նրանով, որ մեզ պիտի ապացուցեն, որ Արցախը լավ են արել, որ էթնիկ զտման են ենթարկել, դա Հայաստանի համար օգտակար է, հայերին լավ են արել, որ կոտորել են Օսմանյան կայսրությունում, դա պետք չէ այսօր հիշել, դա կարելի է թուրքերի վրա լավ ծախել, հա, եւ դրա վրա կառուցել Հայաստանի ապագան։ Արարատը մեր սիմվոլը չի, Արագածն է եւ այլն։ Այդ քաղաքականության համար այս ամբողջը լուրջ խնդիրներ են։ Մարդիկ, ովքեր որ հրաժարվում են Արարատից, իրենք Եվրոպա գնալու ցանկություն չունեն։ Չեն կարող ունենալ։ Իրենք ցանկանում են եւը պահել եւ մի հատ էլ եւի նոր ուղղություն ստեղծել, էլի, եւ Եվրոպա, եւ Ռուսաստան, եւ Թուրքիա, չէ՞։ Լավ, բայց պարոն Ղազարյան, ներողություն, պարոն Ղուկասյան, ինչպես է Եվրոպան աջակցելու Հայաստանին, եթե գազի խնդիր ունենա։ Թուրքմենական գազը գալիս է մի քանի երկրներով՝ Ղազախստան, Ռուսաստան, Ուզբեկստան, Վրաստան, հերթականությունը խառն եմ ասում, բայց ամեն դեպքում 4 պետությունով անցնում է։ Հիմա չգիտենք այդ ենթակառուցվածքները կան, չկան, ինչքանով են գործում։ Եթե Ռուսաստանը իր գազը չի վաճառում, որ փող աշխատի, ինչու պետք է թույլ տա իր տարածքով օրինակ թուրքմենական գազ գա հասնի Հայաստան։ Դուք առնվազն հիմա վարչապետին կամ փոխվարչապետին ուղղվող հարցեր եք տալիս, որին որ Հայաստանի ղեկավարները այդ կառավարության նկատի ունեն top մենեջերները վաղուց պիտի պատասխանները տային։ Այդ հարցը նարեք ձեզ մոտ այսօր ամսի քանիսն է, 2-ն է հուլիսի 26 թվականի, պիտի չլիներ ընտրություններից հետո, ընտրությունների ժամանակ այդ բոլոր հարցերը պիտի մանրամասն հասարակությանը ասվեին։ Դրա փոխարեն ինչ որ կապիկություններ էին այնտեղ արվում
եւ այլն, որը որ գիտեք, հա, որը որ էական չի։ Իսկ հիմա այդ էական հարցերը ինձ եք տալի։ Այդ հարցը չպիտի լիներ։ Եթե այդ հարցը կա, նարեկ, ուրեմն կա մեծ հակասություն։ Հակասությունը կայանում է դրանում, որ մարդկանց, ովքեր որ չեն ուզում Հայաստանի ազատությունը, չեն կարող ուզենալ, պատճառներ կա։ Իրենց քաղաքական կարիերան կառուցել են ուրիշների արյան ոսկորների վրա։ Նման մարդիկ չեն կարող ցանկանան ժողովրդին ազատություն։ Որտեւ այդ ազատությունը նաև խոսքի ազատությունն է, չէ՞։ Այսինքն դա երեսին ասելու ազատությունն է, հանցագործություն անվանելու եւ այլն։ Իսկ այդ դեպքում արդեն այո, ձեր հարցն է գալի, բա այդ Եվրոպան մեզ ինչով կարող օգնի։ Ոչինչով։ Մարդիկ, ովքեր որ բանտի մեջ նստած են, դուռը բացել են բանտի, ուզում են միևնույնն է բանտում մնալ։ Իրենց ինչով կարաս օգնես։ Այդ մարդիկ ուզում են բանտում մնան, ուզում են, որ իրենց տուլիկ բերեն այդտեղ։ Այդտենց են արդեն սովորել ապրել, էլի, տուլիկով ստի, ծնդից, բան եւ այլն։ Դա Հայաստանի կառավարության մտածելակերպն է։ Որտեղ տուլիկ առնել, որտեղ ինչ որ մի բան sense կրայիտ անել եւ մյուս էլի։ Ոչինչով չի տարբերվում քրեակատարողական հիմնարկներում տիրող այդ բանից ուրտից։ Այսինքն ազատությունը դա արժեք է։ Այդ ժողովուրդները, որոնք որ ազատ են ապրում, իրենք առաջընթաց ունեն, որտեղ ազատությունն է հիմքում պրոգրեսի, բարեկեցության, էֆեկտիվ տնտեսության, էֆեկտիվ քաղաքակառավարման, իսկ անազատ հասարակությունները ապրում են օգտագործելով մարդկանց գլխավոր ռեսուրսը, չէ՞, այս կյանքում ինչ է։ Մարդը կարա օրեկան $1 արդյունք տա, կարա $5 արդյունք կա, կարա $10 արդյունք կա, կարա $100 արդյունք տա։ Ինչից է կախված։ Դա կախված է մարդու ազատությունից, չէ՞։ Անազատ մարդը չի կարա $100 արդյունք տա։ Դες չի լինում։ Անազատ մարդը կարա $1 արդյունք տա։ Անազատության մեջ ապրող հասարակությունը էֆեկտիվ տնտեսություն չի վարում։ Էֆեկտիվ քաղաքականություն չի վարում։ Քաղաքական որոշում ընդունելու ժամանակ քաղաքական հարցեր չի քննարկում։ Քննարկում է ով է բան, մենք ձեզ կկզծնենք, sense կանենք եւ այլն։ Դե արեք։ Հարցը հետեւյալն է, դե պատասխանեք, չէ՞։ Նստած եք այնտեղ այդ բարձր տեղերում։ Հասարակության մոտ խի է մնում բաց այդ հարցերը։ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը ո՞նց է կազմակերպում։ 10 տարի խոսակցություն է գնում ատոմակայանը պետքա փակվի, ու պետքա փակվի վերջո, չէ՞։ Թե պիտի այդքան աշխատի մինչև տրակելը։ Չէ, պիտի ինչ որ մի տեղ ունի, որտեղ որ պիտի ավարտվի, նորը լինի։ Գազի խնդիրը դա էներգետիկ բալանսի մի մաս է։ Եվ մարդիկ արդեն 8 տարի այնտեղ զբաղացնում են կարևոր պաշտոնները։ Իրենք 8 տարվա մեջ Հայաստանի էներգետիկ ոլորտում ինչ են արել։ Թույլ են տվել արևային պանելներ առնել, կիսատ, պրատ, ինչ որ նենց պայմաններով, որ մարդիկ մինչև հիմա շատերը, որ առել են արևային պանելները, չեն հասկանում իրենք օգուտ են ստանում, թե վնաս։ Էդ է սա կառավարության ենթադրենք արածը էներգետիկ ոլորտում 8 տարվա մեջ երկրում որտեղ որ ամեն օր խոսում են, բա որ ռուսները մի օր գազ անջատեն։ Արդեն վաղուց պիտի չէ, այդ լուծումները լիներ, այդ ներդրումները ոչ թե խոսալու, այլ իրականացնելու փուլում գտնվեին, նախագծման կազմակերպման փուլը անցած լինեին։ Եթե դա չկա, ուրեմն այս ամեն ինչը պրոստը օդ է։ Եվ այո, ես այստեղ այդ հակասության վրա եմ ուզում մատնացույց անել։
Այլևս մենք 5 տարի ծախսեցինք այդ տեսակ խոսակցություն Եվրոպան բա ինչ անելու, բաբան զորքա տալու, չի տալու, էսա անելու, այն անելու եւ այլն։ Անում են այդ մարդիկ ամեն ինչ որ կարող են անել, բոլոր տեսակի տուլիկները մեզ ուղարկում են։ Մենք հələ այդ տուլիկներից բան ենք անում, էլի, որը վերցնենք, որը չենք վերցնենք, մենք մի հատ զանգում ենք Մոսկվա ճշտում ենք, կարելի է թե չի, գլխավոր փախաններին էլ ընդեր նստածներին։ Բայց մյուս կողմից էլ եւ բոլորին պարզ է որ եթե ձեր փախանը Մոսկվայում է նստած, եթե այդ ամեն ինչը կապիկություն է ինչ որ դուք ստեղ մատուցում եք, էլի, դուք ինչ գործընկերներ գնում են այդ անասունի մոտ, այդ մարդասպանի մոտ Ադրբեջան իր հետ ընդեր քաղաքական որոշումներ ընդունելուց հետո նոր գալիս են Հայաստան։ Բարև ձեզ։ Շուկան բաց է ձեզ համար։ Իհարկե եվրոպացիները գիտեն որ դրանից ոնց ասեմ Հայաստանը օգտվելու է 0.01%-ով։ Բայց իրենց դարպասը բացեցին, ասեցին, խնդրեմ, ստացեք ազատ առևտրի ըստ էության, ոչ ամբողջական, բայց զգալի առևտրային, այսպես ասած, պոզիցիաներով ազատ առևտրի պայմանագրի պայմաններ։ Ու всё։ Խնդիր է դառնում, բա հիմա կառավարությունը ինչ ասի։ Արդեն չեն կարող ասել։ Եվրոպացիները բան դեմ են, մեզ Եվրոպա ոչ մեկ չի սպասում։ 5 տարի չէ այդ բաներն են։ Ով է մեզ սպասում Եվրոպայում։ Իսկ հիմա այդ պարադի ժամանակ անունը փոխած այդ ֆրանսիական բաները ռետանին ցույց են տալիս, չէ, ցեզարները։ Իրողություն է, չէ։ Ու այդ ամեն ինչը կարող էր տասնապատիկ ավել լիներ, պարզապես այդպես չի, մերքս եմ ասում մեր այսօրվա իշխող ուժի խորհրդարանական ընդդիմության այդ բոլոր քաղաքական վերնախավի շնորհիվ, որը որ ուղն ու ծուծով Եվա, որի թիկունքում կանգնած է այդ մոդելը, որ փախանները նստած են Մոսկվայում, ծաղեշ մենք փալան եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն։ Չլսվեց ձեր վերջին խոսքը։ Ասում եմ, սենց էլ ապրում ենք Նարեկ ջան։ Շնորհակալ։ Ովեշ մենք փալան կարգախոսով, դա էլ պիտի երևի հիմա որ եթե զինանշանը փոխեն Հայաստանի արժի առաջարկել էլի որպես դիվիզ։ Շնորհակալություն, պարոն Ղուկասյան, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։